Ամուսնությունը երկու չափահաս մարդկանց միություն է։ Համատեղ ապրողներն են որոշում օրինականացնել այդ հարաբերությունը, թե ոչ։ Կապանցիները հիմնականում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ԶԱԳՍ-ի կողմնակից են։ Մենք հենց հարսանիքի օրն ենք ԶԱԳՍավորվել, այո։ Նախապայման չի եղել ուղղակի, սենց ասեմ, դա զուտ մեր երկուստեք համատեղ որոշումներ։ Ճիշտ է ԶԱԳՍ-ը։ ԶԱԳՍ-ը կարևոր է, փոքր մեզ համար կարևոր է։ Դա մեր արտիրասեփական կարծիքը ունի, ով ոնց ցանկանում է։ Առանց ԶԱԳՍ-ի ինչ ամուսնություն։ Մեր ժամանակ, ասենք, ԶԱԳՍ եմ գնացել երեխա ունենալուց առաջ, մի 2 ամիս առաջ տենց։ Նրանք, ովքեր պնդում են, որ ամուսնության գրանցումը պարտադիր չէ, հազվադեպ են համաձայնում խոսել տեսախցիկի առաջ, բայց մեր հարցման ընթացքում այդպիսի կարծիք ունեցողները քիչ չէին։ Եթե չեմ սխալվում, կաթոլիկ երկրներում, հարավային Իսպանիայում, Պորտուգալիայում կամ Լատինական Ամերիկայի երկրներում, Իտալիայում, ինչու՞ չէ, մյուս բոլոր երկրներում ավելի շատ կարևորություն տալիս են եկեղեցով ամուսնության վկայականին։ Այդքան կարևոր չի։ Այդքան կարևոր չի։ Ժամանակին չգրանցված հարաբերությունները մի օր դառնում են մեծ խնդիր, ասում է փաստաբան Ռուբեն Ղազարյանը, հորդորում ընտանիք կազմել օրինական կարգով։ Ամուսնությունը դա ոչ միայն զգացմունք է, ես ինքս համար չգիտեմ որքանով է դա ճիշտ ֆորմուլա եմ հնարել, թե որն է դա ընտանիք։ Ընտանիքը ինձ համար դա հավասար է զգացմունք պլյուս իրավունք։ Զգացմունքի համար փաստաթուղթ պետք չի։ Մարդիկ սիրում են իրար, համատեղ ապրում են, սակայն իրավունքի համար փաստաթուղթ պետք է, կյանքի համար փաստաթուղթ պետք է, որովհետև սերը դա ոչ միայն համատեղ ապրելն է, նաև սերը իր մեջ զգացմունքը, ընտանիքը նաև պարտականություններ եւ իրավունքներ է սահմանում։ Կան զույգեր, որոնք պսակադրվում են եկեղեցում ստանալով քահանայի օրհնությունը։ Փաստաբանը զգուշացնում են, նման միությունը օրենքի տեսանկյունից ամուսնություն չէ։ Կրոնական առումով փաստ է, սակայն իրավունքի տեսանկյունից ստիպված եմ կրկնել, դա չի կարող անձի իրավունքը պաշտպանել։ Մասնավորապես, հենց օրենքի հիման վրա ինչու են ասում ամուսնությունը գրանցեք, որպեսզի անձը նաև հետագայում հնարավորություն ունենա իր իրավունքները պաշտպանել։ Մասնավորապես անհամաձայնությունների դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանել, ժառանգության հարց լուծել, երեխաների հայրության ճանաչման, ալիմենտային պարտավորությունների, երեխայի ծննդյան հետ կապված հարցերը կարգավորենք։ Համատեղ ապրող մարդիկ պնդում են, թե այդ թղթի կտորը չէ, որ որոշում է հարաբերությունները։ Ռուբեն Ղազարյանը պատմում է բազմաթիվ օրինակներից մեկը, երբ կողակիցներից մեկի մահվանից հետո նրա 3 տասնամյակից ավելի համատեղ դժվարությունները կիսած կինը մնացել է ձեռնունայն։ Բոլորս էլ գիտեք, այդ մարդիկ համատեղ են այդ ամեն ինչը ստեղծել, համատեղ կյանքում են ստեղծել, թե անշարժ գույքը, թե շարժական գույքը, թե բանկային ավատները, սակայն իրավունքի տեսանկյունից օրենքը չի կարող օգնել, քանի որ դա չի համարվում գրանցված ամուսնություն։ Նույնը վերցնենք երեխաների իրավունքների հետ կապված, որը նույնպես շատ կարևոր է։ Գրանցված ամուսնությունից ծնված երեխաները ինքնաբերաբար ծնողներին են հանդիսանում ամուսինները, իսկ չգրանցված ամուսնությունից ծնված երեխայի համար պետք է դեռևս հայրություն ճանաչվի, այնուհետև այլ հարաբերություններ, մասնավորապես եթե խնդիրներ կա ալիմենտային պարտավորությունների հետ կապված, տվյալ դեպքում շատ ավելի երկար, ժամանակատար եւ ծախսատար է։ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ երեխաներ ու կանայք չեն կարողացել օգտվել պետական արտոնություններից, քանի որ փաստաթղթային հարցերը լուծված չեն եղել, պատմում է Ռուբեն Ղազարյանը։ Զոհվածների հետ կապված եղել են, երեխաների հետ կապված բարեբախտաբար դատական կարգով հայրություն ճանաչել են, երեխաները կարողացել են օգտվել օրենքով սահմանված կարգով այդ տրված արտոնություններից, սակայն երեխաների մայրերը այս պահին չեմ կարող ասել զոհվածների կանայք, որովհետև ըստ էության օրենքի տեսանկյունից, ինչպես նշեցի, նրանք չեն կարող համարվել զոհվածի կինը։ Երջանիկ լինելու համար որևէ թուղթ պետք չէ։ Փաստաթղթերը պետք են ապահով լինելու համար, ամփոփում է փաստաբանը։ Կրկին կոչ անում ավանդույթները հարգելուն զուգահեռ հաշվի առնել օրենքի պահանջը։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։